3,98 դրամ արկ, 4,78 դրամ վաճառք։ Ռուսական ռուբլու կանխիկ առքովաճառքի գինն է հայաստանյան խոշոր առևտրային բանկերից մեկում։ Մարժան ավելի քան 20% է։ Համեմատության համար նշենք, որ դոլարի դեպքում տարբերությունը 1,4% է, իսկ եվրոյի պարագայում 3,4։ Արդեն օրեր շարունակ քննարկվում է ռուսական ռուբլու առքովաճառքի տարբերության հարցը։ Իհարկե ոչ բոլոր բանկերում է այսքան մեծ տարբերությունը։ Կան նաև 10%-անոց մարժաներ։ Մասնագետները հասցրել են ուսումնասիրել պատճառները։ Ամբողջ բանկային համակարգում նմանատիպ գործընթաց չկա, բայց մեծ հաշվով բանկերի մեծ մասում կա։ Սա կարծում եմ սա պայմանավորված է տվյալ բանկերի կողմից եւ նաեւ նրանց հաճախորդների կողմից ռուբլու նկատմամբ պահանջարկի նվազեցմամբ, այսինքն նվազել է ինչ-որ առումով ռուբլու նկատմամբ պահանջարկը, որը կարող է կապված լինել տարբեր հանգամանքներով։ Օրինակ, առևտրային սահմանափակումները ռուբլու նկատմամբ պահանջարկը կարող են նվազեցնել, սա մեկ։ Երկրորդ, Ռուսաստանում կիրառվող ռուբլու նկատմամբ խիստ սահմանափակումները նույնպես կարող են հանգեցնել որպես արտարժույթ այլ երկրների կողմից նրանց օգտագործելիության նվազեցմանը։ Խնդիրը միայն հայաստանյան բանկերում չէ, նկատում է Սոս Խաչիկյանը, հավելելով, փոխանակման կետերում շատ ավելի փոքր մարժաններ են ներկայում։ Դա համընդհանուր տնտեսական նշանակություն չունի հայաստանյան տնտեսության համար, դա ունի առնվազն տնտեսվարողների մակարդակով եւ կոնկրետ բանկերի մակարդակով, որոնք որ ավելի շատ ներգրավված են ռուբլու հետ առք ու վաճառքի արտահանման ներմուծման գործընթացներում, միայն նրանց մասով կարող է որոշակի հարցեր առաջացնել։ Տնտեսագետն ընդգծում է, հայկական դրամը ամուր է եւ խնդիրը որևէ կերպ չի առնչվում հայաստանյան գործոնների հետ։ Դրամը օրինակ դոլարի հետ, դրամը եվրոյի հետ նույն կայուն դիրքերում է ինչ որ վերջին ամիսներին եւ որևէ փոփոխություն չկա, դա նշանակում է, որ այստեղ դրամի հետ կապված ռուբլու եւ դրամի փոխհարաբերությունները ոչ թե դրամի պատճառով են, այլ ռուբլու պատճառով են։ Եվ սա արդեն գալիս է ռուբլու նկատմամբ նաև իրականացվող քաղաքականությունից։ Սա քաղաքականություն է նրան, որ Ռուսաստանը աստիճանաբար փակում է տնտեսությունը եւ այդ փակելու գործընթացի մեջ սահմանափակումներ է մտցնում նաև ռուբլու նկատմամբ, ռուբլու կանխիկ որպես կանխիկ փող արտահանման ներմուծման նկատմամբ եւ բնականաբար նմանատիպ փակվելու սահմանափակումները կամ փակվելուն միտված գործողությունները ավելի են սահմանափակում միջազգայնացման առումով ռուբլու հեռանկարները եւ ռուբլին տեղայնացվում է։ Հայաստանի օրենսդրության եւ կարգավորման պահանջների որևէ փոփոխություն բանկերի կողմից կանխիկ ռուսական ռուբլու ընդունման սահմանափակումների մասով տեղի չի ունեցել։ Այս մասին լուրերի հարցմանն ի պատասխան հայտնեցին Կենտրոնական բանկից։ Իսկ վերջին ժամանակաշրջանի ռուսական ռուբլու վարկագիծը պայմանավորված է Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի կարգավորման դաշտի փոփոխություններով։ Հայաստանի ֆինանսական շուկայում կանխիկ ռուսական ռուբլու առքի ու վաճառքի գնանշումները պայմանավորված են շուկայական գործոններով եւ ըստ այդմ գնանշումների միջև սպրեդի աճն արտահայտում է առկա շուկայական ռիսկերի եւ կամ ծախսերի աճը։ Միևնույն ժամանակ համանման զարգացումներ, այդ թվում ֆինանսական շուկայում կանխիկ ռուսական ռուբլու առքի ու վաճառքի միջև սպրեդի աճի մասով նկատվում են նաեւ շատ այլ երկրների կանխիկ ռուբլու շուկաներում։ Թեմային արձագանքել են նաև Հայաստանի բանկերի միությունից։ Հայաստանի առևտրային բանկերի կողմից ռուսական ռուբլով կանխիկ գործարքների սահմանափակումը պայմանավորված է Ռուսաստանում կանխիկ ռուբլու ընդունման սահմանափակումներով։ Սահմանափակումները վերաբերում են Ռուսաստանի Դաշնության տարածքից դուրս գործող, այդ թվում ԵԱՏՄ տարածքում գործող ֆինանսական կազմակերպություններին։ Տնտեսագետն այս համատեքստում տնտեսվարողներին խորհուրդ է տալիս գործարքները հիմնականում իրականացնել ավելի կայուն արտարժույթով, որպեսզի խուսափեն էական վնասներից։ Կենտրոնական բանկի տվյալով այս տարի հունվարից մայիս արտերկրից Հայաստան բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով փոխանցվել է 2 միլիարդ 811 միլիոն դոլար, որից 1 միլիարդ 818 միլիոնը ռուսական ռուբլու տեսքով է։ Դրանից 255 միլիոն դոլարն է միայն ոչ առևտրային նպատակով փոխանցվել։ Նիկոլայ Ավետիսյան, Դավիթ Մաչկալյան, լուրեր։